Բարև ձեզ, ժամի նորություններն են ներկայացնում Հորիզոն լրատվականը 20 օգոստոսի 5-շաբթի։ Երեկ երեկոյան ժամը 21-ի սահմաններում ճամբարակ տանող ավտոճանապարհին դեռևս չպարզված հանգամանքներում գազ 53 մագնիսի ավտոմեքենան վրա երթի է ենթարկել մի քանի զինծառայողների, նրանցից մեկը զինծառայող Սուրեն Վարդանյանը մահացել է։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Վթարի հետևանքներ վնասվածքներ ստացած զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանցից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։ Մյուս 3-ի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հիմքով տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել նաև Գեղարքունիքի մարզում Սևանա լճում Լճաշեն բնակավայրի լողափերից մեկում 36 տարեկան տղամարդ է խեղդվել ջրասոսակը ափից մոտ 10 մետր հեռավորության վրա գտնվող հատվածից դուրս է բերել Սյունիքի մարզի բնակչի մարմինը։ Շամշյան կոմին դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացած տղամարդը նախքան ջրահեղձ լինել է 3 քաղաքացու փրկել է խեղդվելուց։ Խորհրդարանում կայացել է ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների փակ գաղտնի քվեարկությունը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական հանձնաժողովներից 8-ի նախագահների պաշտոնների համար թեկնածուները առաջադրել է իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, 3-ին Ուժեղ Հայաստան խմբակցությունը, 1-ին Հայաստան խմբակցությունը։ Քվեարկության արդյունքում Ուժեղ Հայաստան խմբակցությունների առաջադրած թեկնածուները չեն ընտրվել, իսկ քաղաքացիական պայմանագիր եւ Հայաստան խմբակցությունների թեկնածուները ընտրվել են, Ուժեղ Հայաստանը առաջադրելու է նոր թեկնածուների։ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սիսակ Գաբրելյանը, ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լիլիթ Գալստյանը, ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վիլեն Գաբրելյանը, ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արուսյակ Ջուլհակյանը, ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Տրթած Սարգսյանը եւ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Բաբկեն Թունյանը։ Հարգելի գործընկերներ, բոլորիս անունից շնորհավորում եմ մշտական հանձնաժողովների նորընտիր նախագահներին եւ ցանկանում եմ արդյունավետ եւ բեղմնավոր աշխատանք։ Շնորհավոր։ Այժմ, ինչ վերաբերում է այն մշտական հանձնաժողովներին, որոնց նախագահները չեն ընտրվել, ըստ այդմ համաձայն կարգի, ես այժմ ձայնը տալիս եմ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, որպեսզի պարոն Կարապետյանը հայտնի տվյալ հանձնաժողովներում իրենց թեկնածուների ներկայացման մասին, խոսքը ֆինանսավարական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն է, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի հանձնաժողովը եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։ Պարոն Կարապետյան, դուք կարող եք կամ առաջադրել առանձին կամ կարող եք միանգամից հիմա մեկ ելույթով 3-ին էլ առաջադրում անել, հետո մենք ըստ կարգի քննարկումը կիրականացնենք։ Շատ լավ, առանձին կանենք, կարծում եմ քվեարկությունն էլ այդպես կանենք։ Ֆինանսական եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում ենք Լիաննա Մանուկյանի տեխնացությունը։ Նաեւ կուզենամ գործընկերներին հայտնել, որ քանի որ նախորդ հանձնաժողովի մեր առաջարկած նախագահները չեն ընտրվել, կարծում եմ, որ խնդիրը նրանում է նաեւ, որ մենք լավ չենք կարողացել, ժամանակ չի եղել խորը եւ համապարփակ ներկայացնել մեր հանրությանը, թե ովքեր են, այդ իսկ պատճառով մենք գնում ենք այն ճանապարհով, տեղեկացնում եմ ընդդիմադիր մեր գործընկերներին, տեղեկացնում եմ իշխանական պատգամավորներին, որ մենք ամբողջությամբ օգտագործելու ենք ելույթների հնարավորությունը, որպեսզի հանդես գանք հայտարարություններով եւ հարցերով։ Վաշինգտոնը ուժեղացնում է ճնշումը Թեհրանի նկատմամբ, ՆԱՏՕ-ն զգուշացնում է նոր սպառնալիքների հավանականության մասին, իսկ Ռուսաստանը շարունակում է ինտենսիվացնել հարվածները Ուկրաինայի ուղղությամբ։ Աշխարհի թեժկետերի մասին կպատմի միջազգային լրահոսը։ Իրանի դեմ լայնածավալ տնտեսական պատերազմ սկսելու մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth Social-ի իր էջում։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա լինելու է երբևէ որևէ երկրի դեմ ձեռնարկված ամենակործանարար տնտեսական գործողությունը։ ԱՄՆ նախագահը միաժամանակ զգուշացրել է ցանկացած երկիր, որն ինչ-որ ձևով կօգնի Իրանին, կբախվի հսկայական տնտեսական հետևանքների։ Սա լինելու է աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ եւ մեկուսացում։ Նրանց նավատորմը չկա, նրանց ռազմական օդուժը ոչնչացված է, նրանց ռազմական գործարաններն այժմ փլատակներ են, նրանց արժույթն անարժեք է եւ նրանց երկիրը կախված է մազից։ Այսօր ես նաեւ հայտարարում եմ, որ ցանկացած երկիր, որը թույլ կտա իր ֆինանսական հաստատություններին, ձեռնարկություններին, օդանավակայաններին կամ պետական մարմիններին որևէ տեսակի փրկողակ տրամադրել Իրանին, ինքը կբախվի հսկայական տնտեսական հետևանքների։ Սա լինելու է տնտեսական օր եւ մենք պահանջում ենք, որ մեր բոլոր դաշնակիցները կանգնեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողքին, մեկուսացնելու եւ պարտության մատնելու համար Իրանի սպառնալիքը։ Այս մոլագարները հայտնվել են անելանելի վիճակում եւ այս պատմական միջոցառումները կատվածահար կանեն նրանց եւ համաշխարհային մասշտաբով ահաբեկչություն տարածելու նրանց կարողությունը։ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենալու։ Թրամփի այս հայտարարությունների ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ երկրի պետական պարկն առաջին անգամ գերազանցել է 40 տրիլիոն դոլարը, մինչդեռ 5 ամիս առաջ մարտին պետական պարտքը 39 տրիլիոն դոլար էր, իսկ դրանից եւս 5 ամիս առաջ հոկտեմբերին այն կազմում էր 38 տրիլիոն դոլար։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Փորձագետների խոսքով ռեկորդային պետական պարկն արդեն ազդում է ամերիկացիների գրպանների վրա, բարձրացնելով օրինակ հիփոթեկային եւ ավտոմեքենաների վարկավորման ծախսերը։ Այդ ցուցանիշը կարող է նաեւ նվազեցնել այն բիզնեսների կողմից վճարվող աշխատավարձերը, որոնք ավելի քիչ միջոցներ են ունենում ներդրումներ կատարելու համար, ինչպես նաեւ բարձրացնել ապրանքների եւ ծառայությունների գները։ ԱՄՆ պետական պարտքը կտրուկ աճել է մի քանի վարչակազմերի օրոք, քանի որ երկրի ղեկավարներն ավելի շատ գումար են ծախսել, քան հավաքել են հարկերի տեսքով։ COVID-19-ի համավարակի ընթացքում, երբ ԱՄՆ տնտեսության մեծ մասը փակվել էր, դաշնային կառավարությունը մեծածավալ պարտքեր էր վերցնում նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի եւ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմերի օրոք տնտեսությունը կայունացնելու եւ վերականգնելու համար։ Reuters-ը նշում է, որ ԱՄՆ պետական պարտքը Թրամփի երկու նախագահական ժամկետների եւ Բայդենի նախագահության ընթացքում կրկնապատկվել է։ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության տվյալների վերջին վերլուծության համաձայն ԱՄՆ-ի ֆինանսական դիրքը զարգացած երկրների շարքում վատագույնն է։ ՆԱՏՕ-ն պատրաստ է արձագանքել ցանկացած սպառնալիքի եւ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր դաշինքի անդամներին պաշտպանելու համար։ Այս մասին Reuters-ին հայտնել է դաշինքի անունը չհրապարակած պաշտոնյան ի պատասխան Բուլղարիայում եւ Կիպրոսում գտնվող ռազմական օբյեկտներին հարվածելու Իրանի ծրագրերի մասին հաղորդումների։ Հիշեցնենք, որ հուլիսին Բուլղարիան թույլատրել էր Միացյալ Նահանգներին օգտագործել իր ավիաբազաներից մեկը վառելիք լիցքավորելու նպատակով։ Financial Times-ը նախկինում հաղորդել էր, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության նոր սրման դեպքում Իրանը քննարկում էր Եվրոպայում, մասնավորապես Կիպրոսում եւ Բուլղարիայում գտնվող թիրախներին հարվածելու հնարավորությունը։ Մինչդեռ New York Times-ը վկայակոչելով իր աղբյուրները հայտնել էր, որ Իրանը դիտարկել էր նաեւ Ուկրաինայում գտնվող նավահանգիստին հարվածնելու տարբերակը։ Ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի ուղղությամբ ուկրաինական կողմից հասցված հարվածի։ Սակայն ի վերջո Թեհրանը որոշեց հրաժարվել այդ մտքից։ Գիշերը ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Կիևին։ Արտակարգ ծառայությունների նախնական տվյալներով զոհվել է 6 մարդ, իսկ ավելի քան 30-ը վիրավորվել են։ Ավելի ուշ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 12-ի։ Ուկրաինական կողմի տվյալներով հարձակման հետևանքով Կիևի տարբեր հատվածներում, այդ թվում պահեստներում հրդեհներ են բռնկվել։ Հարվածի հետևանքով նաև փլուզվել են 9 հարկանի բնակելի շենքի վերին հարկերը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Կիևում հարված է հասցվել Firepoint ընկերությանը պատկանող օբյեկտի, որտեղ արտադրվում են հարվածային անօդաչու թռչող սարքերի եւ Ֆլամինգո թևավոր հրթիռների բաղադրիչներ։ Ռուսական զինվորականները նաև հայտնել են, որ հարված է հասցվել Անտոնով ընկերությանը, որտեղ ըստ նրանց արտադրվում են հեռահար գործողության անօդաչու թռչող սարքեր։ Միջազգային անվտանգության թեմայով մեկ այլ զարգացում։ Պեկինը կոչ է անում Տոկիոյին դադարեցնել կրակի հետ խաղերը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Չինաստանի դեսպան Ջան Հանհուհեյը։ Նա նշել է, որ եթե Տոկիոն որոշի ստեղծել սեփական միջուկային զենքը, Հյուսիս-Արևելյան Ասիայում ռազմավարական հավասարակշռությունն ամբողջությամբ կխախտվի, իսկ տարածաշրջանում միջուկային սպառազինությունների մրցավազքը կարող է ցանկացած պահի սկսվել։ Ի վերջո ճապոնացիները կրկին կհայտնվեն պատմության ամբաստանյալի աթոռին, նշել է նա։ Միջազգային լրահոսի մեկ այլ ուշագրավ զարգացում թագավորական պարտականություններից հրաժարվելուց եւ ԱՄՆ տեղափոխվելուց 6 տարի անց Սասեքսի դուքսն ու դքսուհին ծրագրում են վերադառնալ Մեծ Բրիտանիա։
հայտնում է BBC-ն։ Արքայազն Հարին եւ նրա կինը Մեգանը մտադիր են օգոստոսի վերջին Կալիֆոռնիայից տեղափոխվել Մեծ Բրիտանիա եւ բնակություն հաստատել Լոնդոնից դուրս գտնվող մասնավոր կացարանում։ Նրանց երեխաները 7-ամյա Արքայազն Արչին եւ հնգամյա Արքայա դուստր Լիլիբեթը սեպտեմբերին պետք է սկսեն դպրոց հաճախել։ Արքայազն Հարին եւ Մեգանը միասին Մեծ Բրիտանիայում չեն եղել 2022 թվականից ի վեր, երբ մասնակցել են Թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությանը։ Զույգի անվտանգության հարցը վաղուց լարվածության պատճառ է դարձել, քանի որ Սասեքսի Դուքսի ոստիկանական պաշտպանություն տրամադրելու խնդրանքը մերժվել էր։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Գյուղը քաղաքից բաժանող սահման ընդամենը 2 կիլոմետր է։ Գյումրին կպած գյուղը Արափին է, բայց 2 կիլոմետրն անցնելու համար շատ ժամանակ են ծախսում վատ քանդված ճանապարհների պատճառով։ Մի 30 տարի պետք եկավ, մինչև որ ճանապարհաշինական ծրագիրն այս գյուղ հասավ։ 1 կիլոմետր երկարության ճանապարհ է կառուցվում։ Այն 2025 թվականից սուբվենցիոն ծրագրում էր, բայց սնորոգումներն այս տարի են սկսվել։ Հետաձգման պատճառը ճանապարհով անցնող 5 կոյուղատար ցանցն է եղել։ Իրանք որ ասֆալտը բանկեն սարքենգը, այդ ժամանակ կրակը շատ տան, ասֆալտը վարեն, շապատ մեդո ինքը փեշերիկ է։ Իշխոր չոր ծրած հաց այդպես չորնակ փեշերիկ թափվի, իսկ ստեղ է սաղ եմ վերևից մինչև ներքև նայել է, հոյակապ ասֆալտ է։ Արափիի բնակիչը նախկին ճանապարհաշինարար է, երկար տարիներ Ուկրաինայում է աշխատել, աշխատանքի ու ասֆալտի որակից լավ է հասկանում։ Գյուղը իրենց փողոցն են ասֆալտապատել։ Արափիում մոտ 1 կիլոմետր երկարության գրունտային ճանապարհ է հիմնանորոգվում։ Այն կարևոր նշանակության է, քաղաքը գյուղին է կապում։ Շրջանցենք մեքենայով կերտանք քաղաք նորից հետ կուկայինք։ Իսկ հիմա շատ լավ է, գազել էլ կուկա, ամեն բանն էլ կուկա։ Որբեսի ասենք գազելից օգտվեինք, պետք է 200-300 մետր ոտքով գնայինք ցեխերի միջով, որբեսի օգտվեինք։ Բայց այսօրվա դրությամբ գազելը նույնիսկ անցնում է այս ճանապարհով։ Գյումրիին ամենամոտ գտնվող գյուղն է Արափին։ Գյուղ-քաղաք բաժանումը ընդամենը 2 կիլոմետր է։ Ժամանակին նույնիսկ քաղաքի 6 համարի ավտոբուսները, հետո գազելներն էին սպասարկում բնակիչներին։ Հիմա ճանապարհի կառուցումից ամենաշատը ուրախացել են մեքենա չունեցող բնակիչները։ Ճանապարհը կառուցելով նաև ենթակառուցվածքների հարցն են լուծել։ 5 կոյուղատար համակարգը գյուղի միջոցներով տեղի աշխատուժով փոխել են, նորն անցկացրել։ Թաղամասը ամբողջությամբ կոյուղացանց է անցկացվել, կոյուղացանցն էլ անցկացվել է բնակիչների եւ համայնքի միջոցներով, այսինքն տեխնիկան եւ համապատասխան միջոցները խիչ տրամադրել է համայնքը, իսկ խողովակաշարը ու շինարարական աշխատանքները իրականացնել են բնակիչները։ 2025 թվականի սուբվենցիոն ճանապարհաշինարարական ծրագրի ավարտը 2026-ին այս մեկ փողոցով չի սահմանափակվում։ Մինչև սեպտեմբերի վերջ Արափիի գյուղամիջյան բոլոր ճանապարհները ասֆալտապատ կլինեն։ Գյումրին կապող այլընտրանքային ուղի կարող է լինել նաև Արափիի հին կամուրջը, եթե շահագործման համար հուսալի լիներ։ Ռուս զինվորականների պատվերով 1877 թվականին կառուցված պատմական կամրջի վրա ենք, որը Արափի գյուղում է գտնվում։ Մինչև 70-ական թվականների ավարտը սա միակ ճանապարհն է եղել, որ Գյումրին կապել է Արափի, Հայկավան, Ախուրիկ ու Ոսկեհասկ գյուղերի հետ։ Պատմական համարվող կամրջով է անցել ռուսական բանակը Կարսի գրավման ճանապարհին։ Այն ժամանակին Գյումրին Կարսին է կապել։ Ճարտարապետական լուծումները վկայում են Ալեկպոլցի դարբինների յուրօրինակ աշխատանքի մասին։ Գյուղի ամենատարեց բնակիչը 96-ամյա Վազգեն պապը գյուղ եկող գնացողներին միշտ պատմում է այս կառույցի մասին։ Մեր գյուղի ձիրան գազարում կար, կամավոր կրվել է ռուսական բանակին, ընկել է ծիով առաջ ջեբի գազ տանելու համար ռուսական բանակին։ Կարիք է եղել, որ կամուրջ պատրաստեն արպաչայի վրա, առաջ արպաչայը շատ մեծ է եղել, մենք շալվարով չէինք կարող անցնել, տերնամուխ է եղել ռուսական թագավորն ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կառուցել այս կամուրջը։ Այս կամուրջից բացի Արգինայի ծորում Թուրքիայի հիմեկված տերիտորիայում կա նույնանման կամուրջ։ Ամուր կամուրջն առանց զոդման աշխատանքների կառուցվել է հատուկ ամրակներով, անցումային հատվածը ծածկված է եղել տախտակներով, որոնք փտել են, իսկ երկաթյա կոնստրուկցիաները լիովին շահագործման ենթակա են։ Պատմական հուշարձանի վերակառուցման համար որևէ ծրագրի առաջարկ չի եղել։ Փոխարենը 1980-ականներին գյուղում նոր կամուրջ են կառուցել։ Նոր կամուրջ ունեն կառուցված, իրենից մոտ 300 մետր են։
որը ՓՆ Գյումրի քաղաքը միացնում է սահմանամերձ գյուղերին։ 4 գյուղ Ախուրյանի տարածաշրջանից է, 4 գյուղ Ախուրյանի տարածաշրջանը կավարտվի Ամասիայի տարածաշրջանն է, կապող օղակ է։ Դեռ 5 տարի առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ իր տեսակով եզակի կառույցը ստացավ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Սա նաև նշանակում է, որ այն ենթակա է պահպանության, իսկ վերակառուցման դեպքում ճարտարապետական տեսքը պետք է պահպանվի նույնությամբ։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այսքան այս ժամի համար սպասեք նորությունների մեր հաջորդ թողարկումներին։